11-ից 14-ից 18. 11-ից 18. С 11 Э, или с 14? Так, сейчас, секунду. Да, с 11, да. Ճիշտ է, 11-ից. С 11 по 18 мы видим последствия совершенной жертвы Христа. 11-ից 18-ում մենք տեսնում ենք Քրիստոսի կատարյալ զոհաբերության արդյունքները И читая этот отрывок, мы видим три таких следствия. այս հատվածը ընթերցելիս այդպիսի 3 հետևանք կամ արդյունք ենք տեսնում Первое – это 11-12 стихи. Առաջինը 11-ից 12-րդ խոսքերն են Читаем в этих словах, наверное, прочитайте. Կարդանք, հա 11-ից 12-ը Եվ ամեն մի քահանա ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու եւ նույն զոհերը շատ անգամներ մատուցում է, որոնք երբեք չեն կարող մեղքեր վերցնել, բայց այս մարդը մեղքերի համար մեկ անգամ պատարակ մատուցելով հավիտենապես նստեց Աստծո աջ կողմում։ Работа по искуплению полностью завершена. Փրկագնման գործը լիովին ավարտված է Это то, что мне не понравилось, когда я услышал Евангелие. Սա այն է, որ ինձ դուր չեկավ, երբ որ ավետարանը լսեցի Потому что я так сильно старался и хотел как-то своими силами прийти доказать свое какое-то достоинство, что Бог меня принял, а тут мне Бог сообщает: извини, уже все за тебя заплачено. Ես այդպիսի փութաջանությամբ այդքան բաներ էի արել, գործեր էի արել, որ ես գամ եւ արժանանամ Աստծո հավանության, արդարության, իսկ Աստված ինձ ասում է կներես, բայց այդ ամեն ինչի համար արդեն վճարված է Мы должны понять полную бесполезность любого другого вида жертвоприношений. Մենք պետք է հասկանանք ցանկացած այլ տեսակի զոհաբերությունների լիարժեք անօգտակարությունը Мы видим, что в 11 стихе мы видим, священник ежедневно что делает? Մենք 11-րդ խոսքում տեսնում ենք, որ քահանան ամեն օր ինչ է անում Պաշտամունք է մատուցում, զոհեր է անում проводит служение и жертвы приносит. Ну, понятно, что он бегает. Այսինքն վազում է, հասկանալի է։ Но написано, что он стоит. Դա Բայց այստեղ ասում է կանգնում է, պաշտամունք մատուցում։ Это как есть анекдот такой: в тюрьме преступники ходят по кругу, гуляют. Այսպեսի մի անեկդոտ կա, բանտում հանցագործները, կալանավորները զբոսնում են ու այդպես շրջանով քայլում են И один другому говорит: ты можешь мне объяснить, что такое относительно слово означает? Մեկը մյուսին հարցնում է, կարող ես ինձ բացատրել ինչ է նշանակում հարաբերականորեն բառը։ Он говорит: ну, понятие все относительно следующее. Вот сейчас что ты делаешь? Ասում է, գիտես, այդ հարաբերականություն ասած գաղափարը այն է, որ օրինակ, հիմա դու ինչ ես անում։ Он говорит: хожу. Ասում է, քայլում եմ։ Он говорит: а вообще ты сидишь. Ասում է, բայց ընդհանուր առմամբ դու նստած ես։ Тут священник постоянно что-то делал, совершая служение Богу. Այստեղ քահանան մշտապես ինչ որ բան անում էր Աստծուն ծառայելու համար։
Но в данном случае он никогда не мог сидеть, он постоянно стоял. Բայց այս դեպքում ինքը չէր կարող նստել, նա մշտապես կանգնում էր։ В описании скинии там нету такого мягкого кресла, где можно было покачаться. Խորանի նկարագրության մեջ ինչ որ այդպես փակ-փուկ բազկաթոռ չկար, որին նստեր, մի քիչ էլ ճոճվեր։ Поэтому здесь мы видим вот это слово, что он стоит, это в настоящем времени причастие. Եվ այստեղ տեսնում ենք, որ կանգնում է բառը ներկա ժամանակով է, Поэтому они постоянно совершали какое-то служение. ուստի նրանք մշտապես ինչ որ տեսակի ծառայություն կատարում էին։ Но это является контрастом в отношении того, что Христос сделал. Եվ սա հակադրություն է համեմատած այն բանի, ինչ որ Հիսուսն արեց։ Без Иисуса Христа нет другой жертвы, которая могла бы удовлетворить святость Бога. Հիսուս Քրիստոսից բացի ուրիշ զոհ չկա, որ կարողանա Աստծո սրբությանը բավարարել։ И поэтому мы видим этот большой контраст 11 стиха служения Ветхого Завета с тем, что совершил Иисус Христос. Ուստի մենք 11-րդ այս խոսքում տեսնում ենք այդ մեծ հակադրությունը հին կտակարանի, հին ուխտի ծառայության եւ Հիսուսի կատարածի միջև։ Снова мы видим, что одна жертва Եվ նորից մենք տեսնում ենք մեկ раз и զոհ, навсегда. տեսնում ենք մեկ զոհ, մեկ անգամ եւ ընդմիշտ։ Мейкакам, да? Мейкакам, да. И здесь мы видим также, что в отличие от священников, которые стояли, что сделал Иисус? Он сел. Եվ այստեղ տեսնում ենք, որ ի տարբերություն քահանաների, որ կանգնում էին, Հիսուսն ինչ արեց, նա նստեց։ И мы знаем с вами, что сейчас Иисус, он сидит по правую руку Бога Отца. Եվ մենք գիտենք, որ Հիսուսը հիմա նստած է Հայր Աստծո աջ կողմում։ И здесь в этом положении не допускается присутствие ангела. В нашем стихе, да, когда стоят. Сейчас. Եվ այստեղ այս վիճակում հրեշտակների այստեղ մեր խոսքը։ Прочитайте еще раз Евреям 1:13. Եվրեям 1:13. 1:13. Մեկի 13-ը Եբրայեցից կարդանք ու մեզ մոտ այստեղ ասում է հրեշտակների ներկայությունը չի թույլատրված, որին երբևէ ասաց նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ։ Հրեշտակներից որին երբևէ ասաց, այո։ В эту прошлую субботу я был на свадьбе. Անցյալ շաբաթ օրը հարսանիքի էի И меня попросили, чтобы я был фотографом. Ինձ խնդրել էին, որ լուսանկարեմ։ И поэтому я могу ходить где хочу. И я услышал диалог между двумя людьми. Ոստի որպես լուսանկարող ես կարող էի հարսանիքի ժամանակ ուր ուզեի գնալ ու երկու մարդու երկխոսությունը լսեցի։ Помните, Христос наблюдал, как люди выбирают места. Հիշում եք, երբ որ Հիսուսը նկատեց, թե ինչ ձևով են մարդիկ տեղ ընտրում նստելու։ И, конечно, люди хотят выбрать себе место получше и поближе. Իհարկե, մարդիկ իրենց համար ուզում են ավելի լավ տեղ նստել, ավելի մոտիկ նստել։ И одна девочка, которая
была приглашена на свадьбу, но э, она, ну, было видно, что она хотела занять место в первом ряду. Եվ մի աղջիկ, որ այդ հարսանիքին հրավիրված էր, երևում էր, որ ուզում է առաջին շարքում տեղ զբաղացնել, И когда она уже подошла к первому ряду, другой человек сказал: извини, ну, ты, я так понимаю, хочешь сесть здесь. ուստի նա այդ աղջիկը մոտեցավ առաջին շարքին ու մի մարդ ասեց կներես, բայց որքան հասկացա, ուզում ես այստեղ նստել, И она говорит: ну да. դե ասում է այո, Ну, ну, места были еще пустые, там никто не сидел. այդտեղ դեռ զբաղեցված չէին, ոչ մեկ դեռ նստած չէր, Но этот человек сказал: ну, извини, но тут будет сидеть этот и вот этот. Եվ այս մարդը ասում է կներես, բայց այստեղ նստելու է այս մարդը, սա, նա։ Ну, по сути, ну, как тебе тут нет места. Այսինքն իմաստը ինչն էր, որ այստեղ քեզ համար տեղ չկա։ Поэтому она, наверное, еще не прочитала тот текст, где написано в Библии: выбирай место сзади, чтобы потом тебя попросили вперед. Երևի այդ աղջիկը դերևս Սուրբ Գրային այդ խոսքը չէր կարդացել, որ այն հետի տեղերը գնացեք նստեք, որպեսզի հետո ձեզ հրավիրեն առաջ կանչեն։ Но место возле Бога — это не для ангелов. Բայց Աստծո մոտ եղած տեղը դա հրեշտակների համար չէ։ Место возле Бога — это для Бога. Աստծո մոտ եղած տեղը Աստծո համար է։ Поэтому Иисус сам Бог, и Он имеет право. Եվ Հիսուսն ինքը Աստված է եւ նա այդ իրավունքն ունի։ Поэтому Он обладает всей полнотой власти. Նա իշխանության ամբողջ լիությունը ունի։ Поэтому его положение и тот факт, что написано, что он сел по правую руку, Ուստի այն փաստը, որ այստեղ ասվում է Աստծո աջ կողմում նստեց, это подчеркивает два важных факта. այս դիրքը ընդգծում է երկու կարևոր փաստ։ Один — это завершение работы в качестве первосвященника. Առաջինը, որ որպես քահանայապետ գործը արվել վերջացել է, И второе — это место высшей силы и власти. երկրորդը դա բարձրագույն իշխանության եւ զորության տեղն է։ Марка 14:62. Марк. Մարկոս 14:62 Прочитайте. ընթերցենք Потом можно еще повторить вот этот второе? Что это означает? Второе — место высшей силы и власти. բարձրագույն իշխանության եւ զորության դիրք տեղ։ Марк 14 глава, стих 62. 62 Եվ Հիսուսը պատասխանեց. Ես եմ, եւ դուք կտեսնեք մարդու որդուն զորության աջ կողմում նստած եւ երկնքի ամպերով գալիս։ 13 стих. Հիմա 13-րդ խոսքը В 13 стихе мы видим второй результат жертвы. այստեղ մենք տեսնում ենք զոհաբերության երկրորդ արդյունքը Все, что остается в Божьем плане, это исполнение Божьего замысла. այն ինչ որ մնացել է Աստծո ծրագրում դա նրա մտադրության
իրականացումն է, и замысел заключается в том, что Христос занял свое место на троне Давида. եւ այդ մտադրությունն այն է, որ Հիսուսը իր տեղը զբաղեցրեց Դավթի գահի վրա И снова это нас отсылает, эта цитата, к Псалму 110. եւ նորից այս մեջբերումը մեզ տանում է 110-րդ Սաղմոսին, Поэтому Христос сидит по правую руку Бога Отца и ждет, пока его план приведет к тому, чтобы все покорилось ему. Ոստի հիմա Հիսուսը նստած է Աստծո աջ կողմում եւ նա սպասում է, որ Աստծո ծրագիրը իրականանալով կհասնի նրան, որ ամեն ինչ կհնազանդվի, կընթարկվի Հիսուսին։ Поэтому Иисус приведет всех врагов к полному покорению. Եվ Հիսուսը բոլոր թշնամիներին կատարյալ հնազանդության կբերի։ И тут нет исключений. Եվ այստեղ բացառություն չի լինելու։ Сатана, бесы, люди, Սատանան, դևերը, մարդիկ, все признают господство Христа. բոլորը կընդունեն, կդավանեն Քրիստոսի տեր տիրակալ լինելը։ Проклятие греха и сама смерть. Մեղքի անեծքը եւ նույն ինքը մահը նույնպես։ 1 Коринфянам 15:26. Առաջին Կորինթացի 15:26 Последний же враг истребится смерть. եւ ասում է ու վերջին թշնամին որ պարտության կմատնվի մահը Поэтому все будет подкорено под ноги его. ուստի ամեն ինչ նրա ոտքերի տակ կգա եւ կխոնարհվի Все, кроме кого? ամենը բացի ումից Աստծուց։ կրոմե Այո։ Բոգը Айо. Айо. 1 Коринфянам 15:27. Առաջին Կորինթացիներ 15:27 Ահա, да, Мгм. այո, Поэтому речь идет обо всем, кроме Бога Отца. Այսինքն խոսքը գնում է ամեն ինչի մասին, բացի Հայր Աստծո։ И поэтому сейчас все, что происходит в мире, в конечном итоге ведет к этому моменту. Ուստի այսօր ինչ որ կատարվում է աշխարհում, ի վերջո հանգելու է այս վերջնական ավարտին։ Поэтому скажем, зная данный результат, нужно правильно выстроить свою жизнь сегодня. Ոստի այս նշված այդ արդյունքները իմանալով պետք է արդեն այսօր կյանքը ճիշտ դասավորել։ 14 стих, давайте посмотрим. Հիմա նայենք 14-րդ խոսքը։ С 14 по 18 мы видим третье следствие. 14-ից 18-ում մենք տեսնում ենք երրորդ արդյունքը։ Речь идет о полном прощении всех грехов и Խոսքը их գնում է последствий через вступление в Новый Завет.
Խոսքը գնում է բոլոր մեղքերի եւ դրանց հետևանքների ներման մասին նոր ուխտի մեջ մտնելու շնորհիվ։ Поэтому стих начинается с пояснительного слова «ибо». Ուստի այս խոսքը սկսվում է բացատրական մի բառով, А, որովհետեւ Да, поскольку искупление завершено, 14 стих показывает, мы обретаем святость навеки. որովհետեւ կամ քանի որ հրկագնումը կատարված է, մենք սրբացումը ստանում ենք հավիտյան։ Поэтому он сделал нас совершенными, освящаемыми навсегда. Он сделал нас совершенными навсегда. Он сделал совершенными освящаемых. Навсегда написано, 14 стих. 14-րդ խոսքում ասում է սրբողներին հավիտյան կատարյալ դարձրեց։ Само значение этого слова это выделять, отделять от чего-то. Եվ հենց այդ բառի բուն իմաստը ինչ որ բանից առանձնացնելը զատելն է։ И делается акцент на вот этом первоначальном спасении. Եվ այստեղ շեշտադրումը հենց սկզբից փրկություն ստանալն է։ Поэтому в Иисусе мы вечно прощены. Ուստի Հիսուսի մեջ մենք հավիտյանս ներված ենք։ Стихи с 15 по 17 мы видим, что древние Божьи обещания наконец-то исполнились. 15-ից 17-րդ խոսքում տեսնում ենք, որ Աստծո տված այն հին խոստումները վերջնականապես իրականացան։ Прочитайте. Ընթերցենք 15-ից 17-ը, բայց Սուրբ Հոգին էլ մեզ վկայում է վերևում ասելուց հետո. Սա է այն ուխտը, որ պիտի կնքեմ նրանց հետ, այն օրից հետո, ասում է Տերը, իմ օրենքները նրանց սրտերի մեջ պիտի դնեմ, եւ նրանց մտքերի վրա պիտի գրեմ դրանք։ Цитата из... Նրանց մեղքերն ու նրանց անօրենությունները այլևս չեմ հիշելու։ Цитата из Иеремии 31 главы. Почитать? Нет, это то, что вы прочитали, окей. это из Иеремии 31 главы. Хорошо. Այս հատվածը Երեմիա 31-րդ գլխից էր։ В 15 стихе мы видим, что Дух Святой постоянно свидетельствует об этом. 15-րդ խոսքում տեսնում ենք, որ Սուրբ Հոգին էլ մշտապես վկայում է այդ մասին։ И в 16 стихе мы видим, что во Христе Божьи законы теперь они не сообщаются нам извне, они теперь являются частью нашего естества, они написаны на наших сердцах. Եվ 16-րդ խոսքում մենք տեսնում ենք, որ հիմա արդեն Աստծո օրենքները մեզ ոչ թե դրսից են ասվում, այլ դրանք մեր ներսում են արդեն եւ հանդիսանում են մեր էության մի մասը, դրանք գրված են մեր սրտերի մեջ։ Это, наверное, пример будет комичный и странный. Հիմա ես մի օրինակ բերեմ, որ գուցե ծիծաղելի կամ տարօրինակ թվա։ Но с момента покаяния Бог в действительности меняет наше сердце и наши мысли. Բայց ապաշխարության պահից Աստված լիովին փոխում է մեր мտքերն ու մեր սիրտը։ До покаяния я занимался с моим братом этим, как это называется, martial arts, восточные Մինչև ապաշխարելը конфу такие вещи. Կունֆու։ Да. Մինչև ապաշխարել այդ արևելյան մարզաձևերով
martial art kung-fu-ով էի զբաղվում աղբորուս հետ։ И, и потом я покаялся, и, ну, я был в церкви, где пастор проповедовал про пацифизм. Եվ ես հետո ապաշխարեցի մի եկեղեցի էի գնում, որտեղ հովիվը քարոզում էր պացիֆիզմի մասին։ И однажды мы ехали с церкви, ну, домой. Եվ մի անգամ եկեղեցուց տուն էինք գնում, И в автобусе к нам двое ребят, ну, начали там приставать. եւ ավտոբուսի մեջ երկու տղա սկսեցին մեզ, այսպես ասած, նեղել։ И они сказали, давай выйдем, ну, на следующей остановке. Ու մեզ ասում են եկեք այն հաջորդ կանգառում հələ դուրս գանք ավտոբուսից։ И со мной был племянник мой, он младше меня, и еще один брат из церкви. Ինձ հետ էր նաև ինձնից փոքր զարմիկս եւ նաև մի եղբայր եկեղեցուց։ Я подумал, ну, надо их как-то утихомирить, поэтому я решил заевангелизировать их и дать им брошюрку. Ես մտածեցի, որ պետքա երևի մի քիչ իրենց հանդարտեցնեմ, ուստի մտածեցի պետք է նաև ավետարանեմ ու իրենց մի բրոշուր տվեցի, Ну, кажется, я подлил бензина в огонь. բայց թվում է, որ դա անելով ես բենզինի վրա կրակ ավելացրի։ И они еще более сильно разозлились. Նրանք ավելի կատաղեցին, И я начал думать, ну, что делать? մտածում եմ ինչ անեմ։ Ну, если бы, ну, я был неверующий, я бы уже знал, что делать, ну, как бы. Եթե անհավատ լինեի, դե պարզ է գիտեի ինչ կանեի։ И когда я думал об этом, один из них ударил меня в глаз. Ինչ ես մասին մտածում էի, նրանցից մեկը խփեց աչքիս։ А я сидел и думал, а что Библия говорит по этому поводу? Ու ես նստած մտածում եմ, իսկ Աստվածաշունչը այս մասին ինչ է ասում։ Я могу дать сдачу или нет? Ես կարող եմ փոխադարձ հարված տամ, թե չէ։ И пока я думал, второй удар прилетел мне в нос. Մինչև մտածում եմ, երկրորդ հարվածն է գալիս քթից։ И я подумал, ну, по-моему, написано, ну, если ударят один раз, второй раз, но третий не написано. Մտածում եմ, ասում եմ, երևի մի անգամ խփում են, երկրորդ անգամ խփում են, բայց երրորդի մասին գրած չի։ Что-то странное произошло после покаяния. Ապաշխարությունից հետո մի տարօրինակ ինչ որ բան էր կատարվել։ Моя совесть начала задаваться вопросами в ситуации, когда нужно было что-то делать. Եվ իմ խիղճը սկսել էր ինձ հարցեր տալ այնպիսի իրավիճակներում, երբ հարկեր մի բան անել։ Меня беспокоило, как Бог смотрит на эти вещи. Եվ ինձ անհանգստացնում էր, իսկ Աստված ինչպես է նայում այդ ամենին։ Ну, история закончилась тем, что, ну, они ушли, и я позвонил пастору и принес извинения и сказал, что завтра я проповедовать не буду, потому что у меня вид не очень хороший. Պատմությունը ավարտվեց նրանով, որ ի վերջո նրանք թողեցին գնացին, բայց ես զանգեցի Հովին եւ ասացի, որ վաղը չեմ կարող, ես կարոզելու դեպ տեսքս այն չէ։ Но на тот момент я просто не знал, как правильно действовать, что Библия говорит по этому поводу. Բայց այդ պահին ես չգիտեի թե ճիշտ արարքը որը կլիներ, Աստվածաշունչն ինչ էր ասում նման վիճակների մասին։ И придя домой, я исследовал этот вопрос и потом пришел к выводу, что, ну, по сути, можно защищаться. Գալով տուն ես այդ հարցը սկսեցի ուսումնասիրել եւ վերջում մի եզրահանգման եկա, որ ըստ էության փաստորեն կարելի է պաշտպանվել։
И не прошло долго времени, и мне пришлось защищать мою семью. Եվ երկար ժամանակ չէր անցել, որ ես ստիպված եղա իմ ընտանիքին պաշտպանել, Но это уже другая история. բայց դա էլ մի ուրիշ պատմություն է։ Но суть в том, что мы уже являемся, испытываем часть благословений благодаря Новому Завету. Բայց հիմա հիմնական միտքս այն է, որ մենք արդեն Աստծո օրհնությունների մի մասից օգտվում ենք շնորհիվ նոր ուխտի։ И Слово Божие, оно становится частью нашей внутренней жизни. Եվ Աստծո խոսքը մեր ներքին կյանքի մի մասն է դառնում։ И об этом Ветхий Завет также говорил. Այս մասին հին կտակարանն էլ էր խոսում։ Второзаконие 36. Երկրորդ օրինաց 36-ը 30 глава, 6 стих. Прочитайте. կարդանք, հա, երկրորդ օրինաց 36-ը։ Եվ քո Տեր Աստվածը կթլփատի քո սիրտը եւ քո որդիների սիրտը, որ ամբողջ սրտովդ եւ ամբողջ հոգովդ քո Տեր Աստծուն սիրես, որպեսզի ապրես։ Бог хотел и ожидал изменения не внешние, а внутренние. Աստված ուզում էր տեսնել փոփոխություններ, ոչ թե արտաքնապես, այլ ներքին։ И также книга пророка Иеремии 4:4. Եվ նույնպես Երեմիա 4:4-ը Прочитайте. Երեմիա 4:4 Երեմիա 4:4 4 Թլփատվեցեք Տիրոջ համար եւ ձեր սրտի անթլփատությունը հեռացրեք, ով Հուդայի մարդիկ ու Երուսաղեմի բնակիչներ, չլինի թե ձեր արարքների չարության հետևանքով կրակի պես պորտկա իմ բարկությունն ու այնպես այրի, որ ոչ ոք չկարողանա հանգցնել։ Поэтому были эти призывы к внутреннему изменению, но Евангелие это то, что сегодня способно достичь этой цели. Ոստի այն ժամանակ էր կային ներքին փոփոխության վերաբերյալ կոչեր, բայց միայն ավետարանն է, որ կարող է այդ տեսակ փոփոխություններ բերել։ 17 стих. 17-րդ խոսքը И грехов их и беззакония их не вспомяну более. Նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշելու։ Бог никогда больше не будет держать грехов против нас. Աստված այլևս երբեք մեր մեղքերը մեր դեմ չի բերելու։ Бог все помнит. Աստված ամեն ինչը հիշում է, Դա Он забывает когда-то. նա երբևէ մոռանում է, Нет, Поэтому что означает 17 стих? այդ դեպքում 17-րդ խոսքն ինչ է նշանակում։ շարակված չի հիշելու։ Он не будет запоминать. То есть Հիշացնելու, որ дու մեղավոր ես։ он не будет запоминать и еще раз сказать, что ты грешник. Да, он по сути принимает решение нам не напоминать об этом грехе. Եվ ըստ էության նա որոշում է կայացնում, որ մեզ մեղքի մասին չի հիշեցնելու։ Но это утверждение говорит о прощении. Եվ այս հաստատումը ներման մասին է խոսում։ Но, к сожалению, люди сегодня смотрят на прощение и говорят так. Բայց ցավոք մարդիկ այսօր այդ ներմանը նայում են եւ ասում են հետեւյալը. Я тебя прощаю, но век помнить буду. Ես քեզ ներում եմ, բայց հավիտյան հիշելու եմ։
Այ, Так, не? Ну, говорят что-то такое у вас, нет? Այդպիսի բան ձեզ մոտ ասում են։ нет, у меня в Библии Не такого нет. очень. Не, я не говорю, что Библия говорит. Я говорю, что люди так говорят между Մարդիկ собой. մարդիկ այդպես ասում են իրար։ Может, не говорят, но имеют в виду внутри. Անգամ Ասում են գուցե եկեղեցիներում կա չէ։ նման бан. Даже в церквях есть такое. Ну, вот эта фраза «я тебя прощаю, но век помнить буду» — это уже устоявшееся выражение. Սա արդեն հնացած արտահայտություն է, իրենց մոտ քարացած արտահայտություն է, այսպես ասած, ներում եմ, բայց դարերով կհիշեմ այդ Э, իմաստը։ Когда я проповедовал в церкви о прощении, я сказал первую часть этой фразы, Երբ որ ես ներման մասին քարոզում էի, եկեղեցում ասացի, այս արտահայտության առաջին մասը, и церковь мне ответила вторую фразу. ես առաջին մասը ասեցի, ժողովուրդը հիշեցրեցին երկրորդ մասը։ Это уже, скажем так, часть такой культуры. Դա արդեն ոնց որ մեր մշակույթի մի մասն է։ Но это неправильный взгляд на прощение. Բայց սա ներման հարցում ճիշտ մոտեցում չէ։ Другое заблуждение относительно прощения — это когда люди думают, что простить — это означает забыть. Ներման մասին մի այլ սխալ հասկացողություն էլ կա, մարդիկ կարծում են, եթե ներում են, ներել դա նշանակում է մոռանալ։ И они думают, что, ну, я не могу простить, потому что я не могу забыть. Եվ իրենք ասում են, ես չեմ կարող ներել, որովհետև չեմ կարող դա մոռանալ։ Но Библия нигде не говорит о том, что простить означает забыть. Բայց Աստվածաշունչը որևէ տեղ չի ասում, ներել նշանակում է մոռանալ։ И вопрос прощения — это не вопрос чувств, это вопрос послушания. Ներուման հարցը դա ինչ որ զգացմունքային բան չի, դա հնազանդության հարց է։ Поэтому Бог, прощая нас, Он показывает нам, как нам следует прощать других. Ուստի Աստված մեզ ներելով մեզ ցույց է тալիս, թե ինչպես պետք է մենք էլ ներենք ուրիշներին։ Может быть, до конца жизни, видя человека, это будет напоминанием о том, что сделал мне этот человек. Հնարավոր է, որ մինչև կյանքի վերջ ինչ որ մի մարդու, ասենք, տեսնելը անընդհատ ինձ հիշեցնի, թե այդ մարդը իմ դեմ ինչ է արել։ Но я принял решение простить, и Բայց по որ сути, ես որոշել եմ ներել, որոշում ունեմ, и поэтому я даю обещание, что я не буду напоминать этому человеку. ես կարծես խոստում եմ տալիս, որ այդ մարդուն այդ բաները ես չեմ հիշեցնի։ Ну, конечно, есть исключения из правила, если этот человек продолжает практиковать тот же самый грех, и согласно Матфея 18, в любви я ему напомню об этом. Բայց միշտ կանոններից բացառություններ կան, եթե այդ մարդը շարունակի նույն մեղքը անընդհատ կատարել իմ դեմ, համաձայն Մատթեոս 18-ի, ես սիրով իրեն կհիշեցնեմ այդ մասին։ Но возвращаясь к 17 стиху, мы видим, что Бог не просто говорит, я не буду вспоминать. Եվ 17-րդ խոսքում Աստված ոչ միայն ասում է ես չեմ հիշի, Он говорит, я не буду вспоминать боли, то есть он говорит, что никогда больше я этого делать не буду. նա ասում է, որ այլևս երբեք ոչ մի անգամ չեմ հիշի։ Он, по сути, как бы ну, с восклицательным знаком он подчеркивает, что-то случилось, и к этому возвращаться не буду. Կարծես այդ բացականչական նշանով է արտահայտում, որ մի բան, որ եղել է, անցել է, ես դրան էլ հետ չեմ դառնա։ 18 стих мы видим, подводится итог. 18-րդ խոսքում մենք տեսնում ենք, որ կարծես ամփոփում է կատարվում,
А где прощение грехов, там не нужно приношение за них. Իսկ որտեղ դրանց թողություն կա, մեղքի համար այլևս զոհ պետք չէ։ Поэтому пришел новый первосвященник и уволил всех остальных. Այսինքն նոր քահանապետը եկավ եւ մյուս բոլորին գործից ազատեց։ Больше не нужно. Այլևս պետք չէ։ Еще сказать, подводя итог, когда мы размышляем о богатстве того, что Господь совершил для нас, Ամփոփելով ասենք, որ երբ որ խորհրդածում ենք մեզ համար Աստծո կատարած գործի հարստության կամ ճոխության մասին, мы должны понимать, что мы не можем позволить, чтобы грех нашей жизни отдалял нас от Бога. մենք չենք կարող թույլ տալ, որ մեր կյանքում ինչ որ մեղք մեզ հեռացնի Աստծուց։ То, что сделал Христос, это не причина грешить, это причина идти к Богу навстречу. Այն ինչ որ Հիսուսն արել է, դա պատճառ չի, որ մենք գնանք շարունակենք մեղանչել, այլ պատճառ է, որ ավելի իրեն մոտենանք, նրա մոտ ганг։ Часто люди, когда слышат Евангелие, они думают, ну, я такой недостойный, я совершил столько грехов, Бог, наверное, меня никогда не простит. Հաճախ մարդիկ ավետարանը լսելով ասում են, ես այնքան անարժան եմ, այնքան մեղքեր եմ գործել, այնպիսի մեղքեր եմ գործել, որ Աստված երևի երբեք ինձ չի ների։ Нам нужно говорить людям, что жертвы Иисуса Христа достаточно, Он заплатил за все. Մեզ պետք է մարդկանց ասել, որ Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը բավարար է, նա ամեն ինչի համար արդեն վճարել է։ И поэтому мы можем приходить к Богу с большой смелостью и уверенностью. Ուստի մենք մեծ համարձակությամբ եւ վստահությամբ կարող ենք գալ Աստծո մոտ։ Бог никогда не изменит своему обещанию. Աստված երբեք այս իր խոստումը չի փոխի։ И начиная с 19 по 25 стихи мы с вами видим следующий раздел. 15-ից 25-րդ խոսքերում հետևյալ բաժինն ենք տեսնում, который говорит об обязанностях Божьих детей. որը խոսում է Աստծո զավակների պարտավորությունների մասին։ Скажите, что у нас со временем? Ժամանակի մեջ որտեղ ենք, Հիմա նայեմ ասեմ։ Ժամանակ ունենք։ չկան։ Օ, չեմ հիշում տենց, բայց Իրոք է, անց 40 եկանք մենք, մենք հիմա շուտով, Է, հա, անց 40 եկանք, հաստատ։ անց կեսեր 20 րոպե, 20 պակասեր էլի, հիմա նորից 20 պակաս է շուտով, 10 ժամ 10 րոպե է, հա, Ահա, այսինքն 13 րոպե, 13 минут։ Еще 13 минут, да? Да։ դա, Хорошо. Ну, давайте начнем. ուրեմն սկսենք, По сути, здесь, начиная с 19 стиха по 39, у нас есть вот этот 4-й предупреждающий отрывок. ըստ էության այստեղ 19-ից 39-րդ խոսքերում մենք ունենք այդ 4-րդ նախազգուշացնող հատվածը։ Первое предупреждение — это 2 глава с 1 по 4.
Առաջին նախազգուշացումը երկրորդ գլխի 1-ից 4-ում էր, Второе предупреждение это 3-4 главы. երկրորդ նախազգուշացումը 3-րդ եւ 4-րդ գլուխներն էին, Третье это 5 глава с 11 стиха по 6 главу 20 стих. երրորդ նախազգուշացումը 5-րդ գլխի 11-ից 6-րդ գլխի Э, 20-ը, И четвертое это 10 глава с 19 по 39. եւ 4-րդ նախազգուշացումը 10-րդ գլխի 19-ից 39։ И этот отрывок предупреждения мы можем разбить на 3 части, и первая из них с 19 по 25. Այս հատվածը կարող ենք 3 մասի բաժանել եւ դրանցից առաջին մասը 19-ից 25-րդ խոսքերն են։ Поэтому с 19 по 25 это увещевание, 19-ից 25-ը հորդոր է, с 26 по 31 предупреждение, 26-ից 26-ից 31-ը նախազգուշացում, и с 32 по 39 ободрение. իսկ 32-ից 39-ը քաջալերանք։ Поэтому получается такой бутербродик, и посередине немного или много горчицы. Ստացվում է այսպես մի բուտերբրոդի նման բան, որի այն մեջտեղի մասերում մի քիչ մանանեխ։ Поэтому 19-25 это увещевание. 19-ից 25-ը հորդոր է։ Наверное, только в церквях на Украине иногда люди приходят в церковь, чтобы что-то поучать. Получած Да, ну, чтобы взять երևի, что-то. հա, երևի միայն Ուկրաինայի եկեղեցիներում է, որ մարդիկ եկեղեցի են գալիս ինչ որ բան վերցնելու համար։ У вас такого нет. Ձեզ մոտ երևի նման բան չկա։ Եկեք Հայաստան տեսեք ինչ մեծ մեշոքներով են գալիս։ Приезжайте в Армению, и вы увидите, с какими большими мешками они приходят. За гуманитарной помощью? Այդ հումանիտար օգնության համար, թե Ամեն ինչի։ за все։ За всего, да. Но это не проблема только наших стран. Եվ դա միայն մեր երկրների խնդիրը չի։ В Китае было такое утверждение рисовый христианин. Չինաստանում այսպիսի մի արտահայտություն է եղել բրնձի քրիստոնյա։ И почему так некоторых людей в церкви назвали? Поскольку миссионеры, которые приезжали, приносили, проповедовали Евангелие, Ինչու էին որոշ հավատացյալների այդպես անվանել եկեղեցում, որովհետև այն միսիոներները, որ եկել էին, ավետարան էին քարոզել, также они часто имели деньги, были богаче, приносили какие-то вещи для того, чтобы помочь людям в их нуждах. հաճախ այդ միսիոներները, որ եկել էին, իրենք պատահել էր, որ ավելի շատ գումար էին ունեցել եւ նաեւ կարողացել էին որոշակի իրեր, տարբեր բաներ տրամադրել, որ կարիքը մարդիկ ունեցել էին։ И поэтому получилось так, что часть людей проявляла свою верность и постоянно находились в церкви, пока им давали этот рис. Եվ ստացվել էր այնպես, որ մարդկանց մի մասը իրենց հավատարմությունն ու եկեղեցում մնալը դրսևորել էին այնքան ժամանակ, քանի դեռ բրինձ էին ստացել օգնություն։ Но как только исчезал этот источник, и исчезала с ними и вера. Բայց բավական էր, որ այդ աղբյուրը վերանար օգնության, նրանց հավատն էլ հետն էր վերանում։ На Украине после того, как когда Советский Союз
развалился, экономика была слабая, то много через церковь раздавали гуманитарной помощи. Ուկրաինայում խորհրդային միության փլուզումից հետո, երբ որ տնտեսությունը թույլ վիճակում էր, շատ էր լինում, որ եկեղեցիներում որոշակի օգնություն էին բաժանում։ И одна из моих сестер старших, наверное, она лучше всех, более богаче была, чем все остальные. Իմ քույրերից մեկը ավագը հավանաբար մյուսներից ավելի այդ հարստության առումով մի քիչ ավել էր։ Э, Она, она была депутатом, Նա падգամավոր էր, ну, ну, скажем, не в Верховной Раде, а там в местной. այդ վերին ռադայի падգամավոր չէր, այլ տեղական։ Но даже она приходила в церковь неверующей, чтобы получить гуманитарку. Բայց նույնիսկ նա այդպես անհավատ վիճակով գալիս էր եկեղեցի, որ հումանիտար օգնություն ստանա։ Поэтому автор, он показывает с 19 по 25 стихи три обязательства, которые должен разделять истинный христианин. Ստի 19-ից 25-րդ խոսքերում հեղինակը ցույց է տալիս 3 պարտավորություններ, որ պետք է դրսևորի ճշմարիտ քրիստոնյան։ Поэтому, если вы в действительности приняли Евангелие, то Бог ожидает от вас определенные действия. Ոստի եթե դուք ճշմարտապես ընդունել եք ավետարանը, Աստված ձեզնից սպասում է որոշակի գործողություններ։ И первое обязательство мы видим с 19 по 22 стихи. Առաջին Prочитайте. Առաջին պարտավորությունը 19-ից 22-րդ խոսքերում է, ընթերցենք. Հետևաբար եղբայրներ, համարձակությամբ մտնենք սրբանը Հիսուսի արյամբ, նոր ու կենդանի ճանապարհով, որ մեզ համար բացեց վարագույրի միջով, որ իր մարմինն է, եւ Աստծո տան վրա մեծ քահան ունենալով, մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի կատարյալ վստահությամբ։ Մեր սրտերը մաքրված չար խղճ վտանգից եւ մեր մարմինները լվացված բակուր ջրով։ Мы видим повеление приближаться к Богу. Մենք այստեղ տեսնում ենք, որ մեզ պատվեր է տրվում, որ մոտենանք Աստծուն։ Поэтому мы должны быть теми людьми, смотря на которых можно сказать, что этот человек приближается к Богу. Ոստի մենք պետք է այնպիսի մարդիկ լինենք, ում նայելով կարելի է ասել, որ այս մարդը մոտենում է Աստծուն։ Так, святилище. Поэтому, по сути, это обязательство, которое направлено вверх. Ոստի ըստ էության սա պարտավորություն է, որ նողված է դեպի վեր։ И мы видим, что не первый раз автор повелевает своим читателям сохранять усердие в хождении с Богом. Մենք տեսնում ենք, որ սա առաջին անգամը չէ, որ հեղինակը հորդորում է ջանք անել Աստծուն մոտենալու նրա մուտք գործելու նրա մոտ։ И почему мы должны приступать к Богу с таким дерзновением или уверенностью? Եվ ինչու պետք է մենք այդպիսի համարձակությամբ եւ վստահությամբ մոտենանք Աստծուն։ Скажите мне. Պատասխանեք։ Там написано. Что там написано? Ответ, он имеет в виду ответ здесь написано. Тихо. Այո։ Ну, посредством крови Иисуса Христа. Это как мы должны выходить? Այսինքն
Հիսուսի արյամբ, եթե Հիսուսի արյամբ կարող ենք, դա ինչ է նշանակում։ Որովհետև Հիսուսի զոհի միջոցով, այսինքն Հիսուսի զոհը այն միջոցն է, որ կարողանում ենք համարձակությամբ եւ հաջորդ բառը որն էր, Благодаря жертве Христа мы можем с уверенностью прийти. Согласен. Но иногда люди думают, что вот этот призыв с уверенностью, это значит, ну, просто мне нужно собрать свой страх, куда-то его там спрятать, набраться сил и постараться, по крайней мере, выглядеть смелым по отношению к Богу. Բայց երբեմն մարդիկ այդ համարձակորեն մոտենալը պատկերացնում են այսպես, նրանք կարծում են, թե ինչ վախեր որ ունեմ, միտեղ թաքցնեմ, որպեսզի գոնե ցույց տամ, որ ես համարձակորեն եմ մոտենում Աստծուն։ Я помню, я одной женщине свидетелей находила к свидетелям Иеговы, проповедовал Евангелие и говорил об уверенности во спасении. Հիշում եմ մի կնոջ, որ Եհովայի վկաների մոտ էր գնում, իր հետ ավետարանի եւ փրկության մասին էի խոսում։ Я сказал, что я уверен, что я буду в раю. Իրեն ասում եմ, ես վստահ եմ, որ դրախտում եմ լինելու։ И она на меня посмотрела и говорит: ты что такой самоуверенный? Ինչ ինքնավստահ մեկն ես։ Ну как, кого ты из себя делаешь? Քեզ ու տեղն ես դրել։ Никто не может быть уверенный. Ոչ մեկ էլ չի կարող վստահ լինել։ Ну, понятно, что в их системе дел они никогда не могут достичь уверенности, что они сделали все, что нужно. Եվ հասկանալի է, որ իրենց ունեցած այդ գործերի համակարգում իրենք գիտեն, որ ինչքան էլ որ գործեն, դա երբեք իրենց վստահություն չի տա։ Я ей сказал: я не самоуверенный. Ես ասում եմ, ես ինքնավստահ չեմ։ Но я уверен не потому, что я способен, но потому, что Господь сделал все. Ես վստահ եմ ոչ թե իմ վրա, այլ որ гитем Աստված այդ ամենը ինձ համար արել է։ Поэтому вот эту смелость войти в присутствие Божие, это не потому, что ну, я такой хороший, это потому, что Иисус Христос такой хороший. Ոստի այդ իմ համարձակությունը, որով կարող եմ գալ Աստծո մոտ, նրանից չէ, որ ես այնքան լավն եմ, այլ թե որքան լավն է Հիսուս Քրիստոս, նրա շնորհիվ է։ Он сделал все, заплатил за все и заверил меня, что он меня примет. Նա ամեն բան արեց, ամեն ինչի համար վճարեց եւ հավաստիացրեց, որ ինքը ինձ կընդունի։ Это из-за того, какой наш Господь. Եվ սա շնորհիվ այն բանի է, թե ինչպիսին է մեր Աստված։ Поэтому автор говорит: идите прямо к Господу. Ոստի հեղինակն ասում է, ուղիղ գնացեք Տիրոջ մոտ։ И 19 и 22 стихи показывают нам причину, почему мы должны приближаться. Եվ 19-ից 22-րդ խոսքերը ասում են այն պատճառը, թե ինչու պետք է մենք մոտենանք։ Также способ, которым мы должны приближаться. Եվ նաև այդ մոտենալու ձևը, միջոցը, И основание, на котором мы можем приближаться. եւ հիմքը, որին հենվելով մենք կարող ենք մոտենալ։ Поэтому причина, способ, основание. Այսպիսով պատճառը, միջոցը եւ հիմքը։ Итак, причина, по которой мы можем приближаться в этих стихах. Պատճառը, որ այս խոսքերում տեսնում ենք, թե ինչու կարող ենք մոտենալ։ Первая причина, мы имеем на это полное право. Առաջինը, որ մենք դրա համար լիարժեք իրավունք ունենք, Как верующие, мы имеем полное право войти в Божье присутствие.
Որպես հավատացյալներ մենք լիարժեք իրավունք ունենք մտնելու Աստծո ներկայության մեջ։ Как это так? Ոնց է դա լինում։ Потому что, ну, в Ветхом Завете никто, ну, в здравом уме не мог э, иметь такую наглость войти в присутствие Божие. Հին ուխտի ժամանակ եթե մարդը ողջամիտ էր, ոչ մեկ խելքը գլխին ոչ մի մարդ այդպիսի հանդգնություն չէր ունենա մտնելու Աստծո ներկայության մեջ։ Евреям 12:18. Եբրայեցիս 12:18-ը С 18 по 21. 18-ից 21-ը Որի մասին ասվել էր, թե Իսահակով քո սերունդը կկոչվի։ Մտածելով, որ Աստված կարող է նրան նույնիսկ մեռելներից հարություն տալ, որտեղից էլ որպես պատկեր ստացավ նրան։ Գալիք բանների վերաբերյալ հավատով Իսահակն օրհնեց Սակոբին եւ Եսավին։ Поэтому кто мог осмелиться прийти к этой горе? ով կհամարձակվեր գալ այդ լեռան մոտ։ Երևի խոսքը սխալ կարդացի։ Брат Վիչիսլավ, Стих не про это. Послание к евреям, 12 глава, с 18 по 21. Եբրայեցիների 12-ի 18-ից 21։ որովհետև դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ վառված էր կրակով, եւ ոչ էլ այն սևությանը, խավարին ու մրկին, եւ փողի հնչելուն ու խոսքերի ձայնին, որ լսողներն աղաչեցին, որ այլևս այդ խոսքերն իրենց չլսվեն, որովհետև չէին դիմանում այն հրամանին, որ ասում էր, եթե նույնիսկ մի անասուն մոտենա լեռանը, պիտի քաղաքվծի կամ նետով սպանվի, եւ տեսարանն այնպես ահավոր էր, որ Մովսեսն ասաց, զարհուրում եմ ու դողում։ Вы хотели на такую экскурсию пойти? Այդպիսի էքսկուրսիա կուզեիք գնալ։ Ну, сам Моисей был в страхе и трепете. Մովսեսն ինքը ահ եւ դողի մեջ էր։ Поэтому здесь мы видим этот контраст, что сейчас мы можем смело войти в присутствие Божие. Եվ այս հակադրությունը այստեղ մենք տեսնում ենք, որ հիմա համարձակորեն մենք կարող ենք գալ Աստծո ներկայության մեջ։ Это как сын Илона Маска может делать все, что хочет в овальном кабинете. Դա նման է նրան, որ մասի որում են օվալացի դրասենյակի։ Ну, я шучу, да. Ну, кажется, ну, Трамп ничего не делает с ним. Երևում է, որ ասենք Թրամփն էլ երեխային բան էլ չի ասում, որ այդպես Да, у него есть это, лицензия. այդ երեխան արտոնագիրը ունի։ Вот. Но если быть серьезным, да, оказаться в присутствии Бога, ну, Писание говорит, если человек сейчас увидит Бога во всей своей полноте, он умрет. Եվ տեսեք գրվածքը ասում է, չէ, որ եթե որևէ մարդ տեսնի Աստծուն կմեռնի, եթե այս ամենին մենք լուրջ վերաբերվենք, но Христос убрал все вот эти препятствия. բայց Քրիստոսը այդ բոլոր արգելքները վերացրեց։ И это случилось по следующим причинам. Եվ դա տեղի ունեցավ հետևյալ պատճառներով։ Это на основании крови Христа. Ունեցավ Հիսուսի արյան հիմքի վրա։ Поэтому он своей смертью и воскресением дал новый живой доступ. Իր մահով եւ հարությունով նա տվեց նոր եւ կենթանի մուտք։ Поэтому старая система жертвоприношений
была в том, чтобы приносить кровь убитого животного. Եվ հին համակարգը զոհաբերությունների պահանջում էր, որ կենդանիների զոհ բերեին։ Да, Христос умер, но Он живой. Այո, Քրիստոսը մահացավ, բայց նա կենդանի է И Он нам предлагает этот путь. եւ նա է մեզ առաջարկում այդ ուղին։ И поэтому все было через жертву и на основании жертвы Иисуса Христа. Ուստի ամեն բան եղավ զոհաբերությամբ եւ Հիսուս Քրիստոսի այդ կատարած զոհի հիման вրա։ Кровь, завеса, плоть, Արյունը, վարակույրը, մարմինը, все это указывает, что теперь нам доступ открыт. այս ամենը մատնանշում է, որ հիմա մուտքը մեզ համար բաց է։ Если раньше раз в год священник նախ- заходил за завесу, Տարին մեկ անգամ էր քահանան վարակույրից ներս անցնում, то что случилось, когда Христос умер на кресте с завесой? ապա երբ որ Քրիստոսը մահացավ խաչի վրա, վարակույրի հետ ինչ պատահեց։ Բացվեց։ Պատրվեց, byl разорван, Кто разорвал? իսկ ով պատրեց։ Отец։ Не написано, но да. Я гимнастику сделал. Да. Это хорошая гимнастика. Вторая причина, по которой мы можем приблизиться. Երկրորդ պատճառը, որով մենք կարող ենք մոտենալ, Первая в том, что Христос совершил свою жертву. Вторая, там հարցեր հովնան, թե դասամիջոցն է իրացում։ потому что Христос наш первосвященник. Առաջին պատճառը, որ Հիսուսը այդ զոհաբերությունը արեց, այդ գործը ավարտված է, երկրորդը, որ Քրիստոսը մեր քահանապետն է։ Поэтому, как в Ветхом Завете люди нуждались в первосвященнике, у нас есть наш первосвященник. Ուստի ինչպես հին ուխտի ժամանակ էր, որ մարդիկ քահանապետի կարիք ունեին, մենք էլ մեր քահանապետը ունենք։ И как мы уже, помните, читали в 3 главе, первые 6 стихов описания Христа, что Он наш первосвященник, Он верный в доме, и Он принял человеческую плоть. Եվ ինչպես երրորդ գլխի 6-րդ խոսքում մենք կարդացինք մեր քահանապետի նկարագրությունները, որ նա հավատարիմ է եւ այդ տան վրա տան մեջ իր գործն է անում И мы являемся Его домом. եւ մենք էլ նրա տունն ենք։ Евреям 4:15 говорит, что Он ходит среди нас. Եվ Եբրայեցիս 4:15 ասում է, որ նա մեր մեջ է եւ շրջում է մեր մեջ Он тот, кто может нам сочувствовать. եւ նա մեկն է, որ կարող է մեզ կարեկցել։ 8 глава, 1 стих, Он наш совершенный первосвященник. 8-րդ գլուխ առաջին խոսք նա մեր կատարյալ քահանայապետն է։ И 7:24-25 Он постоянно живой и может заступаться за нас, ходатайствовать. Եվ 24-25-ում ասում է նա հավիտյանս ողջ է եւ մեզ համար բարեխոսություն է անում։ Поэтому автор, по сути, говорит, посмотрите, что Бог совершил через Иисуса Христа. Հեղինակը ասում է. Տեսեք, թե Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով ինչ իրականացրեց։ Поэтому давайте будем Ему послушны и будем приближаться к Нему. Ուստի եկեք նրան հնազանդ լինենք եւ մոտենանք նրան։
И второе, что мы видим в этом тексте, это как мы должны приближаться. Երկրորդ բանը, որ այս տեքստում տեսնում ենք, այն է, թե ինչպես կարող ենք մոտենալ։ Тут, да, вопрос. Հարց կա, հա, Հովնան։ Դասախոսը ասեց չէ, լավ, կանանք բան անենք, ընդվիճում անենք, որտեվ անցել է, էլի։ Հա, 13 րոպե անցել ենք։ Есть Перерыв? вопрос. Давайте взять перерыв. Мы 13 минут уже прошли. Понял, хорошо. 10 минут, да? 10 րոպեեր ընդմիջումը։ Հա, 10 10 15 հա